Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է հետևողական պայքարը։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգության, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես թմրամիջոցների տարանցիկ երթուղի օգտագործող հանցավոր խմբավորումների բացահայտման ուղղությամբ։ Օրերս Ագարակ սահմանային անցման կետը ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի ՋՇ-ի կողմից չհագործվող բեռնատար տրանսպորտային միջոցը։ Ըստ ներկայացված բեռնափոխադրման փաստաթղթերի մեքենան պետք է տեղափոխեր շինարարական սալիկներ, իսկ բեռի վերջնական նշանակման վայրը եղել է Վրաստանը։ Հայաստանի Հանրապետությունը տվյալ երթուղում օգտագործվելու էր որպես տարանցիկ գոտի։ Մաքսային հսկողության շրջանակում բեռնատարը ենթարկվել է ռենտգեն զննության։ Նախնական ստուգման ընթացքում կասկածելի պատկերներ կամ թաքցված բեռի առկայություն չի արձանագրվել, որից հետո մաքսային հսկողությունը շարունակվել է շնագիտական բաժնի վարժեցված շան միջոցով։ Բեռնատարի զննության նպատակով ներգրավել են մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն բաժնի աշխատակիցը եւ մասնագիտացված ծառողական շունը։ Արդյունքում ծառողական շունը կցորդի աջ եւ ձախ հատվածում ցուցաբերեց թմրանյութի հայտնաբերման վարկագիծ։ Որոշում կայացվեց բեռնատար ավտոմեքենան տեղափոխել հարավային տերմինալ մանրակրկիտ զննման նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ պետական սահմանի անցման կետերում մաքսային հսկողություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցները կիրառելով հատուկ տեխնիկական միջոցներ ապամոնտաժել են կցորդի մետաղական հատվածները։ Արդյունքում հայտնաբերվել են հատուկ պատրաստված եւ զոդված գաղտնարաններ, որոնցում թաքցված է եղել շուրջ 28 կիլոգրամ ընդհանուր քաշով 111 հատ առանձին փաթեթներով հաշիշ տեսակի թմրամիջոց։ Թմրամիջոցների մաքսանենգություն իրականացնելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով Իրանի Հանրապետության քաղաքացին ձերբակալվել եւ տեղափոխվել է Սյունիքի մարզային քննչական վարչություն։ Հարուցվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն, դեպքի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ հնարավոր հանցավոր կապերն ու կազմակերպիչներին պարզելու նպատակով։ Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ թմրամիջոցների ապօրինի տեղափոխման եւ շրջանառության դրսևորումներից, պահպանելով օրենքի պահանջները եւ նպաստելով հանրային անվտանգության ապահովմանը։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։